Այս կյանքում մեզնից պահանջվում է ընդհանուր ուշադրություն դարձնել եւ քննարկել քո մտքի մեջ, քո գիտակցության մեջ, թե ինչ է ասում Սուրբ Գիրքը, ինչ է պահանջում Քրիստոս եւ այս կյանքը րոպեներ են տևում սուրճափանիշներով եւ ահա կյանքդ վերջանում եւ դու ստեղծվել ես Աստծո համար, հավիտենական փրկության եւ երջանկության համար, բայց դրա համար պետք է աշխատես։ Ասրելներս, այսօր մենք կվերլուծենք, թե ինչ է նշանակում առաջին Կորինթացիներում ասված 3:13-ի մեջ Սուրբ Պողոսի այս գաղափարը մեր զուշացումը մեզ, որ բոլոր գործերը պիտի կրակով քննվեն, կրակով պիտի ստուգվեն մեր բոլոր գործերը եւ խոսքերը եւ արարքները, այսինքն թե ամեն ինչ վերջացավ, մարմնից դուրս ես գալիս եւ եթե սրբված չես եւ այնտեղ կան բաներ, որ դու արել ես, ահա մտնում ես կրակի մեջ, սա դժոխքը չէ, դժոխքի կրակը վերաբերվում է 10 պատվիրանների խախտմանը, բայց այս կրակը, որը փաստորեն քննում է քրիստոնյաների գործերը, վերաբերվում է քավարանին, հասրեն է, շատ կարևոր է սա հասկանալ։ Մանավանդ, որ ահա մենք այս դարում ինտերնետի վրա ամեն ինչ գրում ենք, ամեն ինչ խոսում ենք, բայց սա հիմնականում արած գործերի եւ ասված խոսքիդ համար ես պատասխան տալու եւ դա քննվում է եւ դա փաստորեն, եթե ընդունելի չէ Աստծուն եւ դու դա չես գիտակցել, ահա գնում ես մաքրման տեղը, ինչպես ոսկին է կրակով մաքրվում, այնպես էլ մենք ենք գնում քավարան, ժամանակավոր տեղ է, բայց այդ հեշտ տեղ չէ։ Հիշենք, որ այս կյանքում չկա մի մեղք, որ Աստված չի ներում, բացի Սուրբ Հոգու դեմ հավյանքին, որն է չմեղանչելը։ Չմեղանչելը նշանակում է հավատք չունենալ առ Քրիստոս, որ ինքը սեր է եւ կարող է քեզ ներել, ինչպես Հուդան արեց։ Եվ ահա պետք է հիշել օրինակը Ռահաբներ, կանանացի Ռահաբը, անգամ Եբրայեցիների 11-ում Սուրբ Պողոսը նշում է նրա մասին, որ ահա Դավիթի մարդկանց ինքը օգնեց լինելով կանանացի։ Ինչ էին կանանացիները, դա մի սարսափելի ազգեր, ցեղեր, հսկա քաղաքակրթություն էր, տաճարներով, գեղեցկությամբ, զորքերով, անհաղթահարելի, գեղեցիկ հագուստներով, կանանացիները հասարակ մարդիկ չէին, բայց ահա նրանք ինչ էին անում, այս ամեն ինչի համար իրենց քուրմեր ասում էին, որ դուք պետք է վճարեք ձեր առաջնեկին, տղա թե աղջիկ, ահա կանգնած է իրենց բաղամը, կուրքը, նրա մեջ ուրեմն ինչպես բառարան է վառվում, երկաթի կուրք է, եւ նրա ձեռքերը շիկացած կարմիր են, եւ ահա այնտեղ կանգնում են ամբողջ ժողովուրդը, շնորհակալություն են ասում բաղամին եւ իրենց չաստվածներին, որ ահա այսպիսի մեծ հրաշավոր երկիր ունեն, ուժ ունեն եւ նորածին դնում են բաղամի կարմրած ձեռքերի վրա եւ նորածին սկսում է ճչալ, ծուխը դուրս է գալիս եւ բոլորը ականատես են լինում, թե ինչպես է նա վերածում մոխրի։ Եվ ահա ծնողները կանգնած են, եթե հանկարծ ծնողները լաց լինեն, նրանց պատիժ է հասնում, որտեղ իրենք ասում են դա սուրբ գործ է, եւ որպեսզի ծնողների հանկարծ այս ճիչը եւ զգացմունքները չերևան, անպայման այս ծեսը ուղեկցվում է թմբուկների եւ ահա շեփորների ձայնով, որպեսզի եւ երեխայի լացը եւ այս ծնողների լացը խլացնի։ Սա կանանն է։ Դրա համար Տերը նայած պատվիրում էր իր սրբերին գնալ կանանացիներին բոլորին սպանել։ Մեծ քաղաքակրթություն էր, բայց ոչինչ չմնաց դրանից։ Եվ ահա այնտեղ էր նաեւ այս secret prostitution էին ասում, փողով փաստորեն բոլորը աղջիկները, մանավանդ քուրմերը իրենց մարմնավաճառությամբ էին
ուրեմն զբաղված եւ դա իրենց հարստությունն էր այդ իշխանների Ռահաբ այդպիսի մի պաստորեն մարմնավաճառուհի էր եւ երբ որ նա ծանոթացավ Իսրայելի այս Դավիթի մարդկանց հետ նա բացարձակապես դարձի եկավ խորշանք զգաց կանանացի իրենց բոլոր ծեսերի նկատմամբ իր արարքի նկատմամբ եւ նա անգամ նրա ճյուղից է գալիս Մարիամը այսինքն թե Ռահաբ հայտնի քրմուհին որը հազարավոր եթե ոչ 100,000-ավոր տղամարդկանց հետ կենակցել էր փողով եւ ահա նա եղավ այս սուրբ ուրեմն Դավիթի ազգի միջից դուրս եկող սրբերից մեկը այսինքն իմ ասածը սա է սիրելիներ դուք մի հավատացեք ոչ մեկին միայն թե խորությամբ ապաշխարեք ձեր սխալները եւ մի կրկնեք հիշեք 10 պատիրանների խախտումը ձեզ տանում է դժոխք իսկ գործի եւ արարքի անկատարելությունը եւ խոսքի անկատարելությունը ձեզ տանում է խավարան հիմա ինչպես ես ձեզ ապացուցեմ դա ահա մենք ունենք Սուրբ Դոմինիկի օրինակը 1206 թվականին այս դարերում 13-րդ դարում կատերներն էին այս նախաբողոքական խմբերն էին որոնք եղցել էին 7 խորհուրդները մերժում էին եղցել էին ամբողջ Աստվածաշունչը մոտավորապես այնպես ինչպես բողոքականները հետո արեցին եւ Սուրբ Դոմինիկը Ֆրանջո քաղաքում Ֆրանսիայի կանչեց բոլորին կատեր այս հերձվածողներին ցույց տվեց իր կանոնական Աստվածաշունչը եւ ասաց բեր այստեղ դու քարոզիչ ես ինչ ես քո Աստվածաշունչը եւ ահա հրամայեց որ խարույկ վառեն երկու խարույկ եւ խարույկը վառելուց հետո նա մտեց իր Աստվածաշունչը խարույկի մեջ եւ խնդրեց որ բողոքական այսինքն այս կատերի հերձվածողը նույնպես իր Աստվածաշունչը նետի խարույկի մեջ եւ ասաց եթե թող Աստված ուղղորդի մեզ այն բողոքական այն ուրեմն Աստվածաշունչը որը չվառվի նշան է Աստծոց որ դա է ճիշտը եւ ահա բոլորը ապշասնայում են այս հերետիկոսների գիրքը վառվեց մոխրացավ Սուրբ Դոմինիկի Աստվածաշունչին ոչինչ չպատահեց սա արեցին երկրորդ անգամ նույնը երրորդ անգամ նույնը ես կարող եմ ասել որ այս սարսափելի հերձված ծողներից Ֆրանսիան ազատագրեց Սուրբ Դոմինիկը եւ հիմա ինչ եմ ուզում ասել այսօր մենք Աստծո առաջ պետք է պատասխան տանք մեր խոսքերի դիմաց եթե ես այստեղ մանավան այն մարդիկ որոնք հասարակության առջև են խոսում ունեն տպագրված գրքեր խոսում են եւ ունեն լսարան եւ եթե նրանք սխալ բան են խոսում որ Աստծուն հաճելի չէ կամ սխալ բաներ են տպագրել նրանք պետք է վառվեն դժոխքում եթե դա վերաբերում է Աստվածահայությանը բայց եթե այնտեղ սխալներ կան նրանք գնում են խավարան ահա դրա համար ես ամեն անգամ ստուգում եմ ինչ թարգմանեցի 1000 անգամ նայում եմ որ չհակասի այն ուղղափառ դահանաբանությանը մեր ուսուցման հիմքին չխա եւ ես գիտեմ որ այնտեղ ոչ մի սխալ չկա եւ նա իմ այստեղի խոսքը հիմնված է դոգմատիկ ուսուցման վրա եկեղեցու ոչ թե միաբնակության այս առասպելների վրա որ տգետ այս տաթևացիականներ առաջ են քաշել նրանք նույնպես հերձվածողներ են եւ նրանք պետք է պատասխան տան դրա համար որտեղ նա քահանա է նա ես չգիտեմ եպիսկոպոս է եւ նրանք քարոզում են հերձված չկա ուրեմն լիակատար 7 խորհուրդները եւ ահա քահանաների ձեռնադրությունը հնարավոր է որ իրական չէ վավերական չէ չգիտես ինչ է անում այնտեղ այդ նախին գագեբեն նստած այնտեղ գուցե նրանք դիտմամբ կարող են այնպես անել որ ոչ մի խորհուրդ վավերական չլինի ես չգիտեմ իրենք պիտի պատասխան տան ահա սիրելիներս ես ձեզ խնդրում եմ հիմա ես ձեզ խոստովանեմ իմ այս կարգի մեղքը քշելիս ես հայոյում եմ մեքենա քշելիս
ահավոր տրաֆիկ է, սխալ են անում քքշան վրա, անցյալ օրը հենց ճանապարհի մեջտեղում դիմացից այս մեքենան բրեյք արեց, կանգնեցրեց, այսինքն ես հազիվ կարողացա չխաբել իրեն, եւ you idiot, do you see what you do, I can't help it, տեսեք ինչ է կատարվում, բարկությունը եկավ եւ իհարկե սա եղավ սատանայից եւ ես սկսեցի հայհոյել աղոթեք ինձ համար դա ուրեմն այդ դեպքն է եւ ինտերնետում կարող եմ գրել ապուշի մեկը ձայնատ կտրի դու սա նա եւ այլն ես ներողություն եմ խնդրում եւ երևի թե երբեմն պետք է նաեւ կոշտ լեզու անել եթե մարդը չի հասկանում Մեղմ լեզուն, ինչպես և քո երեխան, եթե քեզ չի հասկանում, այն պատժում ես և անգամ ապտակում ես, դա այդպես պիտի լինի, բայց իհարկե դրա համար դու պիտի ապաշխարես և շատ զգուշ լինես, այսօրվա հատկապես մեղքի բուն է ինտերնետը, ինչ անանուն մարդիկ ասես, որ անգամ անուն չունեն, ինչ աստվածահայություններ ասես, որ չեն անում, նույնը ձեր վարչապետը, դժոխք է գնալու այդ մարդը, Ես ես ասում եմ ճշմարտությունը, ծաղրել մեր սրբությունները, ծաղրել մեր ժողովրդական արվեստը, ծաղրել մեր ժողովրդական սիմվոլները, չհասկացա, դու կատակ եք անում հայ ժողովրդի հետ, նորից եմ ասում, մեր ժողովուրդը քրիստոնեական մարտիրոս ժողովուրդ է, զգուշ եղեք բոլորդ, եթե չկռապաշտներ եք մեջտեղ անգել, ինչ եք խոսում, հասկանում եք դուք ինչ եք խոսում, մի հատ աղոթք չանելու համար հայ մորը կցում էին փոսի մեջ վառում, մի հատ աղոթք չանելու համար մուսուլմանի հետ, Քրիստոսն էին Աստված, ասում էին ու մահանում, դուք կատակ եք անում մեր ազգին, թե քանանացի եք դարձել, դուք հասկանում եք, որ բռնել եք քանանացի լինելու ճանապարհ, միջև վերջին մարդը եւ անասուններով, եւ երեխաներով, եւ տներով, Աստված քանդել տվեց, սպանել տվեց, ջարդել տվեց, դա սպասվում է ձեզ Սիչը ուրախության հիստերիա է, դա չի վրա այդքան ուրախանում ես չեմ հասկանում, հասկանում երեխայությունն հավաքվում ես, ուրախանում ես, բայց սա ես կարող եմ ասել մասսայական խելագարություն է, զգուշ եղեք եւ հատկապես զգուշ եղեք եթե անմեղ մարդուն չեք օգնում, ասում է չէ, մարդու առաքինությունն է օգնել որբին եւ այրուն Այսինքն թե անօգնականին օգնել, սա դա եմ շարում, դա լինի հայ, թուրք, վրացի, թե ով ուզում է լինել։ Եվ այսօր ինչ է կատարվում, սա ինչ չլսված, չտեսնված շարժում է սկսել Հայաստանում, որ մենք շատ սքացենք, ու մենք հիմա պիտի միշտ ուրեմն փարվե անենք։ Եվ իհարկե այդ հիմա ուրախությունների համար եք դուք պատասխան տալու, ինչքան հիշեք խոսքս, ինչքան ապուշ բաների վրա դուք ուրախանում եք և ծիծաղում, կրկնակի անգամ սուք է մտնելու ձեր տները, սա է Աստծո օրենքը, դուք չեք կարող դրանից խուսափել, մի օր պիտի վերկենակ կակվածահար կամ կիսամարդ, սա է ձեր առաջ, նույնն է ձեր այս, չգիտեմ ինչով զբաղվող այս պետական այրերի առաջ, լրջությունը պետք լսեք, հասկանալը պետք, որ Աստծո առաջ ենք ամեն ինչ անում, Աստծոց վախը պետք, և մերձավորի սերը պետք, Եվ նորից եմ ես սկսում, 10 պատվիրանների խախտումը դա մարդուն դատապարտում է դժոխքի, իսկ խոսքի մեղքը կամ հասարակական գործունեության մեջ սխալ գործունեությունը քեզ տանում է, եթե ոչ դժոխք, ապա գոնե քավարան, նորից դժոխք տանում է այն մարդուն, Աստված դատապարտում է այն մարդուն դժոխքի, ովքեր կործանում են հոգիները, սխալ ուղղություններ տալով Ինչպես մի տերտեր էր ասում դժոխք չկա, մի ուշ տերտեր էր ասում անձնական խոստովանության կարիք չկա, սրանք բոլորը դժոխք են գնալու, ես զարմանում եմ ուղղակի, չեմ վախենում Աստծուց, չեմ ասում այդ կռապաշտները, որ ամեն տեսակի հարյաններ եք տալիս Սուրբ Լուսավորչի նկատմամբ, մեր հոյակապ ուրեմն թեթանոս տաճարները քանդել է, զենգլակ կարդացեք, ոչ մի տաճար չի եղել, տակլոր ուրեմն այս դևերն էին, արձաներ կոչվում, կամ այդ տպիր, տիր, միր այս մեհյանները, էլի մի փոքրիկ տնակ էր, որտեղ
բախտագուշակը նստած թուղթուգիր էր անում, դպիկ, այսինքն թուղթուգիր։ Եվ այլն, նորից ես այստեղ չպիտի չխոսեմ, բացեք, կարդացեք վատենագրություն, ինչքան տգետ եք դուք։ Եվ ահա, որ քրիստոնեական երկրում գնացեք Իտալիա տեսեք, ինչ ունեն նրանք։ Անգամ նրանք տաճարներ չեն ունեցել, ոչ մի տաճար չեն կանել, չի եղել։ Մեր արձան է եղել, դուք հասկանաք, թանգարանում պահվում են այդ։ Եթե շատ եք կարոտում, գնացեք այդ թանգարանը, նայեք այդ մեկ ուրեմն առնանդամներին ու հեշտոցներին։ Սա է ձեր կռապաշտներից մշակույթը եւ չփորձեք ժողովրդին մոլորեցնել։ Կռապաշտությունը նշանակում է պոռնկություն, մանրավաճառություն, սպանություն, հարբեցողություն, ամեն տեսակի ագահություն, ամեն տեսակի արատ, որը չի գալիս քրիստոնեությունից։ Եվ ահա, ժամանակն է, որ ձեզ թափտակ, դուք բռնել եք քանանացին ունեն ճանապարհը, եւ Աստծո վրեժը ձեզ վրա է։ Հասարենայս, խնդրում եմ, եւ նաեւ ես ինձ պետք է հաշիվ տամ, շատ զգուշ լինեմ իմ խոսքի մեջ, մանավանդ ինտերնետում, եւ իհարկե ես չունեմ իմ կյանքում մեկը, որը իմ դեմ հանցագործություն է արել եւ ես չներեմ իրեն եւ չաղոթեմ իմ համար, պատրաստ եմ կյանքս տալու իմ թշնամիների համար, որպեսզի նրանք բոլորը փրկվեն եւ ես դա անում եմ ամեն օր։